Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել Եվրամիության աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կապակցվածությանը։ Կարևոր է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական դինամիկան և օգտագործել Հայաստան-Թուրքիա կարգավորման հնարավորությունները, նշել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա զարգացումներին։ Նրա խոսքով վերջին տարիներին Հարավային Կովկասը խորը վերափոխումների է ենթարկվել։ Ալիևը նշել է, որ անցյալ օգոստոսին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այսօր մենք ականատես ենք լինում այս խաղաղության օգուտներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններ են հաստատվել և Ադրբեջանն այժմ տարանցման հնարավորություն է ապահովում Հայաստանի համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը, ասել է Ալիևը։ Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ադրբեջանական Թրենդի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով կողմերի միջև համաձայնությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը, նշել է նա, հավելելով, որ կարևոր է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացին։ Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը, միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում փոխկապակցվածության ոլորտում, ասել է նախարարը։ Պակիստանում Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հարցականի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Օմանի ծոցում կալանել է իրանական բեռնանավ, որը փորձել է ճեղքել ծովային շրջափակումը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրանական նավի անձնակազմն անտեսել է կանգ առնելու նախազգուշացումը, ուստի ամերիկյան ուժերը կրակ են բացել, այնուհետև ուղղաթիռով դեսանտ իջեցրել տախտակամած։ Նավը մեր լիակատար վերահսկողության տակ է, նշել է Թրամփը։ Իրանի զինված ուժերը նավի վրա հարձակումը որակել են հրադադարի խախտում և զինված ծովահենություն, հայտնելով, որ անօդաչուներով գրոհել են ամերիկյան ռազմանավերի վրա։ Ըստ ծովային երթևեկությանը հետևող հարթակների Տուսկա նավն ապրիլի 12-ին դուրս էր եկել Մալայզիայից և արդեն գտնվում էր Իրանի Չաբահարի նավահանգստից 40 ծովային մղոն հեռավորության վրա։ Նավը ներառված է ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Պակիստան Իրանի հետ նոր բանակցությունների համար։ Նա սպառնացել էր հարվածել իրանական էներգետիկ օբյեկտներին և կամուրջներին, եթե համաձայնություն ձեռք չբերվի։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ առայժմ որոշում չի կայացվել արդյոք իրանական կողմը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլին։ Էսմայիլ Բաղայիի խոսքով ԱՄՆ-ն լրջություն չի ցուցաբերում պատերազմի ավարտի դիվանագիտական գործընթացի նկատմամբ։ Այնուամենայնիվ Պակիստանն ինտենսիվ շփումներ է անցկացնում Վաշինգտոնի և Թեհրանի հետ, որպեսզի ապրիլի 21-ին կողմերի միջև հանդիպում տեղի ունենա։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։